Սիրելի ժողովուրդ, Աստված օրհնի բոլորիս, մենք լսեցինք եղբայրներին շատ լավ խոսքեր, Փառք Տիրոջը։ Քիչ առաջ հավաքույթը հենց սկսվեց, եղբայրները դուրս եկան, հիմա շատերը մտածում են, լավ է, եղբայրները խի թողեցին հավաքույթը եւ գնացին, եւ նաեւ քույրեր էին, մի քանի հոգով գնացին։ Իրան գնացին ջրի մկրտություն կատարելու այսօր, ջրի մկրտություն։ Մի հոգի, գիտենք, որ աշխարհից թանկ է եւ մահամերձ վիճակում, ծանր վիճակում մի քանի օրվա կյանք ունի։ Ես մտածում էի մի շաբաթ էլ ձգել, բայց կարողա պատահի հետո ինքս ինձ չներեի, մտածելով, որ ինչի այդքան նույնիսկ լաց էր դինում, խնդրում էր, որ ինքը մկրտվի, ինքը հաղորդ լինի Տիրոջ մարմնին ու այրանը, նոր գնա այս աշխարհից։ Եվ մենք ով ենք, ծառաներ ենք, մենք չենք կարող իր փապակը չկատարենք։ Այդպես եղավ տարիներ առաջ ջրվեժում, ովքեր հիշում են հին քույրերը, ունենք ծովիկ քույրիկ, աղջիկը Աղուն, որ Ռուսաստանում է, հաճախակի գալի գնում է, եւ ինքն էլ ձմեռվա ծանր սառուց այդ պահին ուզեցա որ մկրտվի եւ ստիված եղավ մկրտությունը։ Այնպես որ այդպես է մեր կյանքը, կարող է պատահի ձմեռվա կեսին մեկը այնպես ապաշխարի, քանի որ դա պատահական անց չէր, նա հավանական է իր տղային շատ հալածել էր, ընտանիքը հոգևոր էին, ինքը չէր ապաշխարում։ Եվ Աստված ինչքան է սիրում մարդուն, տարբերակներ ունի, անկողին է գցում, թույլ է տալիս, որտեղ ժամանակավոր կյանքը ոչ մի բան է, մի տարի, 10 տարի, 50 տարի, թեկուզ 100 տարի էլ ոչ մի բան է հավիտենության համար, հավիտյան ապրել։ Ես միջանկյալ ուզեցա ասել ձեզ, որ դուք իմանաք եղբայրները ինչի թողեցին հավաքույթը եւ գնացին։ Տեսեք սիրելիներ, ես ուզում եմ մի կարևոր, որ ինձ համար է շատ այդպես սկսեցի ամբողջ սուրբ գրքով մանգալ եւ հետաքրքիր է, որ մի բան գոյություն ունի, որին վրա էլ է շատ ազդե, ուզում եմ, որպեսզի դուք այդ գլխավոր միտքը իմանաք, որ շատ կարևոր է յուրաքանչյուրիս համար։ Գիտեք, աշխարհը ուզում է մարմնով հավիտյան ապրի, երկար ապրի, եւ այս մարմինը, եւ տեսնում եք, բուրգեր են պատրաստում, չգիտեմ, մոմյաներ են դառնում, բայց դրանք երկրորդական է։ Բայց մի բան գոյություն ունի, որ հավիտյան մեզ հետ է լինելու։ Եվ այդ կարևոր բանը, երբ որ մարդու կողմից խախտվում է, մարդը այդ կարևոր բանը սկսում է փոխել, դա շատ վտանգավոր է։ Նույնիսկ հետագայում ես կկարդամ համարներ, որ Աստված արդեն միջամտում է եւ մոլորություն է տալի եւ Աստված չի կարողանում ներողամիտ լինել այդ բանը, որ մարդու մոտ փոխվում է։ Եվ աշխարհում ինչքան կան նման փոփոխություններ, եւ որն է դա։ Դա ճշմարտությունն է։ Եվ կարդում ենք Սուրբ գրքում երկրորդ Հովհաննես, դե Հովհաննեսը մի գլուխ է ընդհանրապես, երկրորդ Հովհաննես, առաջի խոսքից ուզում եմ կարդալ։ Երեցեն ընտյալ տիկնոջ ու անոր որդիներուն, որոնք ես ճշմարտությամբ կսիրեմ, եւ ոչ միայն ես, հապա ամենքնալ, որոնք ճշմարտությունը կճանչնան։ Այն ճշմարտությանը համար, որ մեր մեջ կմնա ու հավիտյան մեզի հետ պիտի ըլլա։ Այն ճշմարտ, ուրեմն կան ուրիշ ճշմարտություններ աշխարհում, գիտեք, ասում եմ, ես ճիշտ եմ, իրա ճիշտն ունի, բայց այդ ճիշտը չգիտենք, դա աշխարհի ճիշտն է։ Բայց կա մի ճիշտ, որ հավիտյան մեզ հետ է մնալու։ Ճշմարտություն, որ այս երկրի վրա մենք պետք է ընդունենք, պահենք եւ մեզ հետ է լինելու։ Եվ աշխարհը ամեն ինչ անելու է, ինչպես քիչ առաջ եղբայրն ասեց, մեր մարմինը, մեր եսը, ամեն ինչ անելու է, որ ճշմարտությունը շեղվի մեր կյանքում։ Ամեն ինչ անելու է, որ երկինք մտնողը մեզ հետ դա շեղվի։ Ինչքան ուզում ես հավաքվի, ինչ ուզում ես արա, մենք տեսնում ենք այսօր տարբեր հարամանություններ,
տարբեր հավաքույթներ կարող ենք տեսնել, Փառք Աստծո, առաջ հնարավոր չէր, հիմա հեռախոսով կարող ես տեսնել։ Բայց սատանան չի խանգարում։ Գորգորա, բարի, ոնց ուզում ես հագնվի, ինչ տեսք ուզում ես եղի, քիթդ ոնց ուզում ես փոխի, դուրը չգայելի փոխի, ոնց ուզում ես արա։ Ինչ ուզում ես արա։ Դու արդեն ճշմարտությունից շեղվել ես։ Ճշմարտությունը մի հատ է։ Ճշմարտությունից բացի կան նմանակներ։ Ճշմարտությանը նմանակներ։ Բայց ճշմարտությունը մի հատ է։ Մի հատ է եւ դարերով եղբայրների միջոցով հասել է մեզ եւ մենք էլ փոխացում ենք մեր երիտասարդ սերունդին։ Հռոմայեցիս առաջի գլխում մի հետաքրքիր բան, որ Աստված խառնվում է այդ ուրեմն ճշմարտություն փոխողների, թեքողների, ծռողների կյանքում Աստված խառնվում է։ Ինչ է ասում Հռոմայեցիս առաջի թուղթը։ Հռոմայեցիս 1:21 ուզում եմ կարդալ։ Ինչ է ասում ասո խոսքը։ Թեև իրենք Աստված կճանչնային, բայց Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, հապա իրենց խորհուրդներուն, մարդկային խորհուրդներուն մեջ ունայնացան եւ սրտներնին անմտությունով խավարեցավ։ Իրենք իմաստուն ենք ըսին ու հիմարացան։ Ասին ես իմաստուն եմ։ Մենք իմաստուն ենք, բայց հիմարացել են, իրենք տեղյակ չեն, որ հիմարացել են։ Եվ շարունակության 25 խոսքն եմ կարդում, որոնք Աստծո ճշմարտությունը սուտի հետ փոխեցին ու երկրպագություն եւ պաշտոն մատուցանեցին ստեղծվածներուն, քան թե ստեղծողին, ու որ հավիտյան օրհնյալ է ամեն։ Ստեղծվածներ, քան թե ստեղծող։ Գիտեք, մենք տեսնում ենք մարդիկ ինչպիսի մատուցումներ են անում ստեղծվածներին, ժամանակավորներին։ Ինչ ձևի են պաշտելու պես երկրպագում։ Դա կլինի նյութը, կլինի արծաթը, կլինի, ինչպես եղբայրն ասեց, իր եսը, իր վերջապես։ Ինչպես են թողեցին Աստծուն եւ այդպես վարվեցին։ Եվ ինչ արեց Աստված։ Գիտեք, շատ մեղքեր, շատ բաներ կա, անաստվածություններ կան, բայց Աստված այսպես չի վարվում։ Բայց հետաքրքիր է, որ շարունակության մեջ 28 խոսքում Աստված տեսեք ինչպես է վարվում ճշմարտությունը, որը պետք է երկին գնա մեզ հետ միասին, մեզ հետ պետք է լինի հավիտյան։ Այդ ճշմարտություն շեղողների հետ ինչպես է վարվում։ Քանզի որ չուզեցին Աստված իրենց գիտության մեջ պահել, Աստված ալզանոնք անարգ խորհուրդներում մատնեց անվայել բաներ ընելու։ Աշխարհի համար էլ կարծես տհաճ է դա, անվայել է դա։ Եվ այս տասնյակ տարիների ընթացքում դուք էլ, ովքեր տասնյակ տարիների հավատքի մեջ են, կտեսնեն հավատքից ընկնողը ինչ ձևի է լինում, աշխարհիկից անցնում է։ Ես հիշում եմ, տարիներ առաջ մի այդպես բաներ, վիդեո նկարել էին, բերին ցույց տվեցին, երբ որ միտեղ Հիսուսի կենազն էին խմում։ Աշխարհիկները վախեցած, կուչեկած նստած էին այդ հարսանիքի ժամանակ։ Աշխարհիկ անաստված, կարծես թե մեր աչքին երևում են անաստված մարդիկ են։ Վախեցած նայում են, ես ինչ են անում։ Ես ինչ կենաց են խմում։ Եվ երկար օրեր ու տարիներ ենք ցանկանում, կարան շարունակությունն էլ ասեն։ Տեսնում եք, մոլորությունը ինչ խայտարակ բանի կարող է հասցնել։ Ինչ բան է մոլորություն, ինչ բան է ճշմարտությունից շեղվել։ Եվ նորից միտեղ էլ կա միջամտություն Աստծո, ես ուզում եմ ուրեմն երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:10 կարդալ։ Այստեղ էլ նորից Աստված միջամտում է։ Ես այդ խոսքն եմ ուզում կարդալ։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:10
Եվ կորսվածներուն վրա աներավության բոլոր խաբեությունով է, քանի որ անոնք ճշմարտության սերը չընդունեցին, որ փրկվին, անոր համար Աստվածալ պիտի ղերկե անոնց զորավոր մոլորությունը, որ ստությանը հավատան, որպեսի դատապարտվին ամեն անոնք, որ չհավատացին ճշմարտության, հապա անօրինության հոժարեցան։ Մոլորություն Աստված պիտի ուղարկի։ Հետաքրքիր է, կարող ենք զարմանանք, ասենք լավ, ինչ մեղք ունի մարդը, որ Աստված միջամտում է եւ ուղարկում է մոլորություն։ Եվ Հռոմեացիս առաջի գլխում կարդում ենք, որ իրենք այդպիսի բաներ պետք է անեն, որ աշխարհն էլ պետք է զարմանա։ Եվ այստեղ էլ ասում է մոլորություն դու։ Որն էր իրենց արած վատ բանը, որ ճշմարտությունը գիտենալով շեղեցին։ Շեղեցին ինչ պատճառով։ Ինչ որ պատճառ կա, որ շեղեցին։ Շեղեցին, որովհետև եկամուտ կարող է գալ, կարող է փող գալ տեղից, փող ստանան։ Շեղենք մի փոքր եւ խնդրեմ, փող կստանաք, փող կունենաք, հարստություն կունենաք։ Շեղեք մի փոքր եւ դու կդառնաս, չգիտես, մեծ ժողովրդի մասսաների առաջնորդ։ Ոչ թե ծառա, այլ առաջնորդ կդառնաս, աշխարհը Տեր է ասում, աշխարհը կարող է ասել Տեր, չգիտեմ։ Բայց մենք տեսնում ենք Հովանեսը լինելով, ինչպես Հովանեսի մասին եղբայրը ասեց, աշակերտների մեջ ամենաերիտասարդ Հովանեսն էր, եւ ինչ է ասում. Ես ուրեմն հայտնություն առաջի գլուխ 9 խոսքը. Ես Հովանեսը ձեր եղբայր եւ Հիսուս Քրիստոսի նեղության ու արքայության եւ համբերության մեջ ընկերագիցը պատմուսված կղզին էի Աստծո խոսքի համար ու Հիսուս Քրիստոսի վկայության համար։ Եվ Կիրակի օրը հոգին իվրաս տեսեք սիրելիներ, ես Հովանեսս ձեր եղբայր, բայց նա Հիսուսի ամենասիրելի աշակերտն էր, որը առաքյալ դառավ եւ իր միջոցով գրվեց հայտնությունը, որը միակ անձն էր, որ իր մահով մահացավ։ Եվ այստեղ, սիրելիներ, մենք չենք կարդում որևէ բան, որ Հովանեսը այդպես, չգիտես, այսպես, ոչ մի բան չենք կարդում, կարդում ենք ես Հովանեսը ձեր եղբայր։ Հիսուս Քրիստոսի նեղության մասնակից, դժվարությունների մասնակից։ Այնտեղ էի, չի գրված։ Օժատակ գրքերից մենք կարդում ենք, որ բավականին դժվարություններով է անցել Հովանեսը։ Տեսնում են չի մեռնում, ինչ անում են, ոնց որ չի ստացվում։ Եվ ուղարկում են անմարդաբնակ մի կղզի, միջերկրական ծովում է գտնվում կղզին, պատմոսված կղզին։ Այդ բաները ինքը չի գրում, գրում է ես Հովանեսը ձեր եղբայր։ Գիտեք սիրելիներ, ճշմարտությունը պահելը դա դժվար չի, դա հեշտ է։ Ճշմարտությունը պահելը Աստված միջամտում է, երբ որ դու մնում ես ճշմարտության մեջ։ Եվ հիշի երբեք ու երբեք, թեկուզ կրակների մեջ լինես, ուր էլ լինես ճշմարտությունը քեզ հետ լինելու է, եւ քեզ հետ էլ գնալու է երկինք եւ հավիտյան մնալու է երկնքում, քեզ հետ է լինելու։ Եվ ուզում եմ, որպեսզի ուշադրություն դարձնենք շարունակության մեջ, ուրեմն երրորդ Հովանես նորից կարծես մի ուրախ Հովանեսը մի ուրախության վրա է ուրախանում, ուրեմն երրորդ Հովանեսի կարդում ենք դնորից մի գլուխա 3-ից 4 խոսքերը ուզում եմ կարդալ։ Բազի շատ ուրախացա, երբ քանի մը եղբայրներ եկան ու քո ճշմարտությանը մասին վկայեցին, շատ ուրախացա։ Հովանես առաքյալը ասում է, որ եկան ու վկայեցին, թե դու ճշմարտությամբ կքալես։ Ասկե ավելի մեծ ուրախություն չունեմ,
երբ կլսեմ իմ որդիներս ճշմարտության մեջ կքալեն։ Ավելի մեծ ուրախություն չկա, Հովհաննեսն ասում էր, իմ որդիները, վերջապես տարիքով եղբայրները կարծես թե Հովհաննեսի պես մտածեն, այսիկա մեծ ուրախություն է, երբ որ իմ որդիներս, իմ երիտասարդները, քույրերը եւ եղբայրները տեսնում եմ ճշմարտության մեջ են քայլում։ Դրանից մեծ ուրախություն չկա։ Լավ ժողովարան կա, լավ շատ մեծ մասսա կա, շատ դրանք չի ասում Հովհաննեսը, այլ ասում է, այդպիսի ուրախություն չկա իմ սրտում, ինչպես որ տեսնում եմ իմ որդիներս ճշմարտության մեջ են քայլում։ Ուրեմն որքան կարևոր է ճշմարտությունը, որքան ամուր պետք է բռնենք ճշմարտությանը, գիտեք, աշխարհում այդպիսի, օրինակ ես չգիտեմ, արաբական երկրներից ովքեր որ եղել են, ծանոթ են, ինչքան գիտեմ, Պարսկաստանում, այդպես արաբական մուսուլմանական երկրներում մի հատ սարսափ կա իրենց մեջ, որ ես եղել եմ Լիբանան, վերջապես սարսափ կա իրենց մեջ, մի հատ վախ կա իրենց մեջ։ Օրինակ մեր մոտ այդ վախը չկա։ Հասարակ բան եմ ասում, երբ որ ինչ որ ուտելիք են սարքում, այդ ուտելիքի մեջ ինչքան պահանջ այդ բանը համբուրգերը ինչ որ հասարակ բան է, բայց այդ հասարակ բանի մեջ վախենում են, որ ինչքան պետք է այնքան պետք է լցել, չլցեն, փոքեն, վախենում են։ Եվ ինչ են ասում։ Ես շփվել եմ իհարկե արաբ եղբայրների հետ, ասում այդ ինչի է այդպես, ասում իրենք ոչ թե ասենքն ոչ թե ճշմարտության մեջ են, իրենք մեղքերի մեջ են ապրում, հարցը դա չի, բայց սարսափում են, որ սուտը մտնի իրենց աշխատանքի մեջ, խարդախությունը մտնի իրենց բիզնեսի մեջ, որովհետև այդպես իրենք այդպես են հասկանում, որ խարդախությունը սուտը կմտնի եւ ճշմարիտը հալալը այդպես են ասում, այն էլ հետը կտանի։ Այդ դրանից վախենում են, դրանից սարսափում են։ Եվ այդ սարսափը իրանց ասում է, չէ, պետք է մենք մաքուր անենք, որպեսզի հալալը լինի եւ մեր գործը չխափանվի։ Դրա համար սիրելիներ, բայց այդ ճշմարտության մասին չի։ Ասու ճշմարտությունը, այն ճշմարտությունն է, որ ինչպես որ ընդունեցիր, ասու խոսքը Սուրբիկն ասում է, այդպես քայլի։ Շատ անգամ պատահում է ասում են այն ժամանակ, երբ որ նոր էինք, ինչքան լավ էր, կամ եկեղեցին առաջ ժողովարաներ չկար, ոչ մի բան չկար, շատ դժվարությամբ, տները բան լավ էր։ Այո, լավ էր, քո համար էր լավ։ Այ հիմա նոր եկողների համար այսօր լավ է։ Որովհետև անկեղծորեն ճշմարտությունը եւ ուրիշ ոչինչ չեն ընդունում։ Փոխվել է քո մոտ բաներ կա։ Դրա համար թվում է այն ժամանակ լավ էր, հիմա վատ է, ոչ, քո համար է վատ։ Այն հոգիները, որոնք ճշմարտության մեջ են, նրանք երջանիկ են ապրում, նրանց համար վատ չի։ Քո համար, դու քո մեջ, ինչպես Սամվելի եղբայրն ասեց, Սոս եղբայրն ասեց, բավականին կարևոր մտքեր ասեցին եղբայրները։ Դու քո մեջ մտածիր, քո ոնց որ ասած, մտածիր, որ ինչ որ մի բան խախտվել է քո մեջ։ Դրա համար թվում է թե տարիներ առաջ լավ էր, հիմա վատ է։ Հիմա էլ է լավ, Աստված նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Եվ ուզում եմ ուշադրություն դարձնենք ուրեմն 86-11 Սաղմոսում կարդում ենք երկրի վրա ապրելով այս մարմնի մեջ Աստծո ճշմարտության մեջ ապրելը ոչ թե աշխարհին վախն է պահում, այլ երջանկության ուրախությունն է։ Աստծո ճշմարտության մեջ ապրելը։ Ուշադրություն դարձնենք նաև Երկրորդ Պետրոս 2:1-2 նորից կարծես ճշմարտ։ Շատ համարներ կարելի է կարդալ, բայց ես ընդհանրապես մի քանի համարներ ուզում եմ կարդալ։ Ուրեմն Երկրորդ Պետրոս 2:1-2 խոսքերը։ Սուտ ստեղ ամենավտանգը, մոտենում եմ ամենավտանգին, որտեղ է որ եկեղեցուն վնասում է, որտեղ է որ կարող է քեզ վնասել։ Աշխարհը չի կարող քեզ այտենց 1-2%, բայց 99% վնասողը վտանգը որտեղ է։ Սուտ մարգարեներ ալկային ժողովրդին մեջ, ինչպես ձեր մեջ է սուտ վարդապետներ պիտի ըլլան, որոնք գաղտուկ պիտի մտցնեն
կորստաբեր հերձվածներ ու զիրենք ծախու առնող Տերը Տերը ուրանալով իրենք վրա պիտի բերեն արագահաս կորուստը շատերը անոնց կորստական ընթացքներուն հետևեն պիտի երթան որոնց համար ճշմարտության ճամփան պիտի հայոյվի Տեսեք սիրելիներ որնա ստե վտանգը սուտ վարդապետներ սուտ մարգարեներ Գիտեք այստեղ մենք լուրջ ուշադրություն պետք է դարձնենք որ աշխարհի վարմունքներով չեն կարա խափի հոգևորին աշխարհի ձևերով չեն կարա խափի աշխարհի բիզնեսներով չգիտես ինչ բաներով խափեն եւ իր հավատքը ինքը եթե ասենք քիչ առաջ ասեցի որ նյութը եւ այլ մոլորություն կմցնի դա արդեն ինքը մտածված է անում այստեղ կա մի նրբություն որ ուզում եմ ուշադրություն դարձնեք տեսեք սիրելիներ կա որ ինքը մտածված անում է ճշմարտությունից ինչ որ հանգամանքներից ելնելով ինչ որ օգուտ է քաղում ինչ որ նյութ է եւ այլ ճշմարտությունը սկսում է փոխել սա արդեն Աստված խառնում է եւ ավելի ամոլության ավելի ապատանում իրավիճակը բայց միամտությամբ իսկ ստեղ միամտությամբ երբ որ մարդը գիտի թե վայ մարգարե է վերջացավ գիտի թե էսի ճիշտ բան ասեց բայց ինքը շեղում է երկնային գործոնով է սկսում շեղել երկնային խոսքերով է սկսում ես այդ օրինակը շատ եմ ասել ասում ենք ինչ ես գնացի տատիկին օգնել հոգիս չարաշնորթից ասում պատկերացնում եք վայ Եսի հələ ինչքան կա որ հասնենք դրա նմանվենք եսի հոգով է շարժվում կամ մեկը դինջ մարդ էր դա տենց կներեք բարիս համար իհարկե այդպես խոսելուց այդպես շատ այդպես արագ չէր խոսում ես որ նոր էի ասում էի երկինք է կապնվում պատասխանը մինչև երկինքից չստանա չի պատասխանում այսինքն ինքը ընդհանրապես տենց է իր բնույթը իր կարգավիճակը ես զարմացել էի այս սուրբի հետ ես որտե այս սուրբը որտե ինչքան պետք է լա օրեր տարիներ անցնե որ հասնեմ այս սուրբին մի օր տեսա կռիվանում ես եմ խառնել սաղին իրար այ քեզ բան սուրբը sense բան այսինքն տեսեք սիրելիներ վարդապետությունը շեղել Եվ ինչպես շեղել, եթե երիտասարդ աղջիկը կամ տղան ասի, քնած եմ մնացել չգնացի, վայ, ուղղակի չգնացի, դա նորմալ է, բայց երբ որ ասում է հոգիս չի առաջնորդում, այստեղ արդեն աշխարհում այդ բանը չի կարող ասի, բայց հոգևորը երբ որ նման բան ասի կընդունենք, ասեն ուրեմն ինքը շատ սուրբ է, հոգով է շարժվում, եւ շարունակության մեջ ուզում եմ նաեւ այս սրա դեմը ով պետք է առնի երկրի վրա ով են մեղավոր որ սրա դեմը չառնեն Զաքարիա մարգարեության մեջ կարդում ենք այսպիսի տողեր տեսեք Զաքարիա մարգարեություն 10-րդ գլուխ 2-րդ խոսք տեսեք ինչ ասում քանզի թերապիմները ունայնություն խոսեցան պես ժողովրդի անունը ու գուշակություն ընողներ ստություն տեսան եւ սուտ երազներ պատմեցին պարապ մխիթարություն տվին այսինքն սուտ երազ ասում դու լավ ես դու քո նմանը չկա դու շատ լավ ես եւ իրեն տալիս է ինչ ուրեմն պարապ մխիթարություն տվին դու լավ կլնես Տերն ասում է որ դու լավ կլնես մխիթարում է այս մարդն էլ մեկ տենում է ավելի ավատանում կամ ասում է այս ինչ մարդը Տերն հայտնել է որ պետք է ապրի ապրես դու մի քանի օր հետո մեռնում է դու պետք է սուտ մխիթարություն էլի սուտ երազներ պատմեցին պարապ մխիթարություն տվին անոր համար հոտերու պես չվեցին հովիվ չլալուն համար տագնապեցան
հովիվներու վրա իմ բարկությունս բռնկեցավ։ Ում վրա? Հովիվներու վրա։ Այդ որ սուտ երազատես է, իրան կարծես թե դա չի հասկանում։ Բայց ինչի համար որ հովիվները չկանգնեցրին։ Եվ իհարկե հայտնության մեջ էլ մենք տեսնում ենք նորից, ասամ մի բան ունեմ, երբ որ թույլատրվում է, որ մարգարեություն անի։ Այսինքն հովիվները մեղավոր են, որ եկեղեցում նման բան է տեղի ունենում։ Հովիվը պետք է կանգնեցնի, բայց չի կանգնեցնում։ Բայց կարողանում են գաղտնի կերպով, ասում են, հովիվը չի հասկանում, չի ընդունում, էս չի ինչի, սկսում է գաղտնի ձևով երիտասարդները ճարում, նորահավատները ճարում եւ իր այդ խապկանքը սկսում է տարածել ուրիշների միջոցով։ Բայց հովիվը դեմ է, հովիվը չի ուզում, ինչ անի հովիվը։ Դեմ է, բայց ինչ որ ձևով պետք է դեմն առնի, պետք է թույլ չտա։ Դրա համար սիրելիներ, որովհետեւ ինքն է պատասխան տալու։ Ինքը պետք է թույլ չտա նման բան։ Եվ հետո ուշադրություն դարձնենք այստեղ մի խոսքի վրա էլ որ ուզում եմ։ Երկրորդ Տիմոթեոս, ես էլ կարդամ, երկրորդ Տիմոթեոս 4:3-4 խոսքերը։ Երկրորդ Տիմոթեոս 4-րդ գլուխ 3-4 խոսքերը։ Այստեղ նորից մի կարևոր բան է ասում Տիմոթեոս, առաքյալը Տիմոթեոսին 3-4 խոսքերը։ Բացի ժամանակ պիտի գա, կգա այդ ժամանակը, ասում է Տիմոթեոսը, բանը առաքյալ Տիմոթեոսին ուղղաստղտում։ Բացի ժամանակ պիտի գա, որ ողջամիտ վարդապետությանը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մորմոնջով իրենց ցանկություններուն համեմատ վարդապետություններ պիտի դիզեն իրենցը։ Եվ ճշմարտությունեն ականջնին պիտի դարձնեն ու առասպելներու հետևի պիտի մոլորվին։ Առասպելներ։ Աշխարհում բնականոն կյանքում առասպելները ասում են դա հեքիաթ է, առասպելա, այդքան տոն չեն տալիս։ Դուք հիշեք ձեր աշխարհիկ կյանքը եւ ընդհանրապես աշխարհային կյանքում մենք տեսնում են որ հեքիաթ է։ Ասում են ուրախանում են կամ ծիծաղում են կամ ասնում գնում է դա սուտ բան է։ Եվ այստեղ հոգևոր կյանքում դա սուտ բան չի, դա հեքիաթ չի։ Եվ ինչ են անում, ականջները դրան են տալիս, ճշմարտությունից շեղում են տալիս են դրան։ Եվ սկսում է տանել դեպի ճշմարտությունից դուրս մի կյանքի։ Եվ ովքեր պետք է դրա դեմն առնեն, եկեղեցու սառաները, հովիվը, եղբայրները։ Տարիներ առաջ, սիրելիներ, ես հիշում եմ, բավականին տարիներ առաջ մենք ժողովարան չունեինք, ոչ այդպես դաշտերում էինք հավաքվում։ Ուրեմն հին եղբայրները քույրերը կհիշեն։ Անունները չեմ ուզում տալ, կհիշեն, իրանք շատ լավ կհիշեն։ Մի հատ քույրիկ, երկու հատ եղբայր կային։ Իհարկե քույրիկը դեռ Ամերիկայում ապրում է, տեսանք, վայ, ինձ հարազատ էր ինձ համար, 92 տարեկան էր։ Ուրեմն հենց հավաքույթը սկսվում էր, այն եղբայրը դից բորում էր, ալելույա, այն էլ բորում, ալելույա, այն քույրիկը բորում ալելույա։ Այ քույրիկ, հանգախան, ոստե հոգևոր ենք, ալելույա, գորգորմին ալելույա, հավաքույթը խանգարում էին։ Կամ էդի մտելը որևէ հարամանության մեջ, այսինքն մենք ազատ ենք, այսինքն ինչ ենք ազատ։ Աղոթքի ժամանակ մեկը հլմ քայլում է, աղոթ կանում, այտենց է աղոթում։ Մեկը երգում է, մեկը նստած չգիտես ինչով է զբաղվում, ազատ ենք, ինչ ուզենք անենք։ Այսինքն այստեղ ինչն է գաղտնիքը, գաղտնիքը պաշտամուն խանգարելն է։ Գաղտնիքը, տեսեք, եղբայրները միտք էին ասում։ Աստծո ճշմարտությունն էին ասում։ Ճշմարտությունը, որպեսզի չհասկանա մարդը։ Ես հիշում եմ, ու կարևոր չի ոնց, մի քանայի հետ զրուցեր վերջապես մեր քույրերից մեկի ամուսինը, հեղինակավոր մարդիկ են, այն մարդիկ, որը նույնիսկ ինքնաթիռ սեփական բան են անում, սեփական գիծ էին հանել եւ ինքնաթիռ էին տանում բերում։ Եվ այս մարդը զարմացել է, ասում է ուզում ես որ քահանայի հետ զրուցես, հանդիպ քահանան էլ կանչենք եւ իր հետ զրուցես։ Իհարկե կուզենամ։ Քահանային կանչեց
Քույրիկը քանի որ ապաշխարած էր, իր ամուսինը այդպես հարցականների տակ էր, չգիտեր որն է ճիշտ, ինչ անի, քանան, սենց ասում, վերջապես։ Եվ այս քույրիկը հարց տվեց, ասեց. «Սիրելի քահանա, ես 5 լեզու գիտեմ։ Պետք է հասկանամ, բայց դու ասում ես բաներ չեմ հասկանում։ Դե հիմա գրաբար ես խոսում, ինչ ես խոսում, չգիտեմ, չեմ հասկանում, ինչ ես խոսում։ Դա տես պետք է լինի»։ Ու ես չեմ շարունակում, իհարկե մենք բավականին երկար խոսեցինք։ Հարցը դրանում է, որ հասկանալա պետք։ Հիմա գորգորում ալելույա, 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 ոչ մի չես հասկանում։ Այսինքն միտքը պետք է հասկանաս, Աստծո խոսքը պետք է հասկանաս, Աստծո խոսքը մարմին եղավ եւ մեր մեջ բնակվեցավ։ Եվ ճշմարտությունը պետք է կարողանաս հասկանալ, որն է սխալ, որն է ճիշտ։ Եղբայրները թեմա էին խոսում, որ պետք է հասկանալ, ինչքան լավ է հանգստությունը գլուխը դնել եւ հանգստանալ։ Ինչքան լավ է, եւ որ հասկանում ես, որ դու քո դեմ պետք է պայքարես։ Ամենամեծ թշնամին քո եսն է, որ ընկել է սատանի խելքին։ Սատանի կամքն է կատարում։ Դու քո հոժար կամքով ընկել ես սատանի խելքին։ Եվ այդպես ուսահատության մի բան է ասում բանանում սատանան, չէ՞։ Հիշեցնում է, դու որդ է, քեզնից հավատացյալ դուս չի գա, դու լետես ինչ վիճակի մեջ ես, պես քցում է թևաթափ անում։ Այսինքն այնքան շատ է սիրտը ցավում սատանի քո մասին, որ քեզ քցում է հուսահատության մեջ։ Եվ դու ասում ես, հիշում եմ Բելիխ եղբայրն եկել էր, հարցնում էր, ով է փրկված, ձեն չկա։ Ասում էր, եղբայրներ քույրեր, ով է փրկված, ձեն չկա։ Ապիած մանաստիր պապան։ Ճկնավոր։ Ես Հիսուսով փրկված եմ, պետք է դավանես դու։ Տկար եմ, բայց այդ տկարությանը չեմ հավանում։ Ես փրկված եմ։ Եվ եղբայրը սկսում էր քարոզել։ Այսինքն մենք ուշադրություն դարձնենք սիրելիներ։ Այն ճշմարտությունը, որի մենք այդ մեջ այսօր ամուր պահենք, դա հավիտյան մեզ հետ ալինելու։ Դա չի փոխվելու։ Ինչպես որ կա, այնպես էլ մենք դրա համու հոտը պետք է զգանք եւ ամուր պահենք, որտեղ դա մեզ հետ հավիտյան է մնալու։ Ամեն։ Աղոթենք։ Իհարկե հոգսեր կան։ Երկրորդ մասիվին ունեն քույրիկ, խնդրել է որ իր համար աղոթել։ Գրիգոր անունով երիտասարդի համար, Տիգրան անունով երիտասարդի համար եւ մի երիտասարդ 25 տարեկան ծնողները խնդրել են, որ իր համար աղոթենք։ Հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Ծնողին, երբ որ ես փոխանցեցի, որ Աստված մատը դրել է ամենացավացող տեղին եւ ուզում է քո ապաշխարությունը, իր եղբայրն էսպես ասում արդեն ինքը այդենցել գիտի։ Եվ չի կարողանում այդ մտքից դուրս գալ։ Ասում արդեն ես պետք է ապաշխարեմ։ Արդեն այս 25 տարեկան իմ երեխան, որ ես մտքի հետ կապնված խնդիրները, ես պետք է ապաշխարեմ։ Ես Հիսուսին եմ ուզում։ Ես եկեղեցին եմ ուզում։ Աստված օգնի։ Աղոթենք այս հոգսերի համար։